Ժողովուրդ օրաթերթը գրում է Հայկ Կոնջորյանը ազգային ժողովի ամբիոնից օգոստոսի 3-ին հայտարարեց, որ իր կնոջ Հայփոստի տնօրենի աշխատավարձը ընկերության պատմության մեջ ամենացածրն է։ Ժողովուրդը փորձեց ստուգել այդ հայտարարությունը ուղիղ հարցում ուղարկելով Հայփոստին, պատասխանը ուշագրավ է։ Ընկերությունը մեզ տվեց 20 տարվա բոլոր տնօրենների անուններն ու պաշտոնավարման ժամկետները, բայց աշխատավարձերի մասին որևէ տեղեկություն չի տրամադրել ընկերությունը։ Այսինքն Հայփոստը իդեմս տնօրեն Շուշան Ալեքսանյանի պատրաստ է հանրությանը ասել ովքեր են ղեկավարել ընկերությունը անցած 20 տարիներին, բայց պատրաստ չասել, թե այդ ղեկավարները որքան են վարձատրվել։ Մինչդեռ Ժողովուրդ օրաթերթը հարցրել է շատ կոնկրետ վերջին 20 տարիների տնօրենների աշխատավարձերը, դրանց փոփոխությունները, պարգևավճարները, հավելավճարներն ու այլ դրամական վճարումները։ Ըստ Հայփոստի պատասխանի աշխատավարձը անձնական տվյալ է, հետևաբար առանց աշխատողի համաձայնության այն չի կարելի տրամադրել։ Հրապարակ օրաթերթը գրում է քաղաքացիական պայմանագրի տիկնայք ֆլիրտ անելու շաբաթ են հայտարարել ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Իշխանական թիմում ոմանց պահվածքն անգամ անեկդոտի թեմա է դարձել։ Պատգամավոր իշխանական կանայք ամեն ինչ անում են նոր նախագահի սիրուն արժանանալու համար, որ ազգային ժողովի բյուջեի բարիքներից, հատկապես գործուղումներից օգտվելու հնարավորություն ունենան։ Գաղտնիք չէ, որ բոլոր ժամանակներում էլ ամենաակտիվ շրջագայողները եղել են ազգային ժողովի նախագահի լյուբիմչիկները։ Օրինակ Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման շրջանում ինքնաթիռից ինքնաթիռ էին թռչում Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ժողովուրդ օրաթերթի տեղեկություններով ազգային ժողովի նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը հարսանիքի է պատրաստվում։ Հարսանեկան արարողությունը նախատեսվում է սեպտեմբերի 5-ին։ Ժողովուրդ օրաթերթը տեղեկացավ, որ հարսանեկան խնջույքը նախատեսվում է անցկացնել Ջրվեժում գտնվող Պալադիում հոլ ռեստորանային համալիրում։ Հարսանիքին հրավիրված են տարբեր շրջանակների ներկայացուցիչներ քաղաքական եւ իշխանական դաշտից, ինչպես նաեւ Սիմոնյանի մտերիմներն ու ընկերները, սակայն առաջիկա հարսանիքի քաղաքական գլխավոր ինտրիգը թերևս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունն է։ Ժողովուրդ օրաթերթը գրում է Ժողովուրդ օրաթերթին հայտի դարձավ, որ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն Արգամ Աբրահամյանին 2 ամիս կալանավորելու որոշումից հետո վերջինիս տարել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան, որտեղ նա այս պահին կրում է կալանքը։ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում կալանքի տակ է գտնվում նաև այս պահին Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը Արգամ Աբրահամյանի աներն է։ Հրապարակ թերթը գրում է մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք զինվորական ծառայությունը շարունակելու։ Մեզ էլ դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ սահմանամերձ զորամասերից մեկը եւ որևէ բացատրություն չեն տվել։ Ծնողը որդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության եւ ըստ պահանջված կարգի վիճակահանությամբ ծառայությունն ընկել Արտաշատի մարզում։ Այժմ առանց որևէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ։